Վարև ձեզ եթերում չեմպիոնի հետն է, այս անգամ մեր հաղորդումը ճանապարհորդական է, մեր չեմպիոնի Նոայի հետ մեկնում ենք Հոլանդիա, որտեղ կայանալու է Կոնֆերենցիաների լիգայի փլեյօֆը, հետաքրքիր կադրերը ինչպես Հոլանդիայից ու ճանապարհորդությունից, այնպես էլ մարզադաշտից, այնպես որ մնացեք մեզ հետ։ Ինչպես միշտ Նոայի ինքնաթիռում բարձր տրամադրություն է։ Թիմի հետ մրցավայր են մեկնում նաև բազմաթիվ երկրպագուները, որոնք արդեն ինքնաթիռում ապահովում են ֆուտբոլային մթնոլորտ։ Keepers, make and fight! Stand and fight! Թռիչքը բավականին ծանր էր, ավելի քան 5 ժամ ինքնաթիռում, այնուհետև ավելորդ անհարմարություններ Ամստերդամի օդանավակայանում։ Անձնագրային ստուգումը տևեց ավելի քան 2 ժամ։ Հայաստանի չեմպիոնը հանգրվանեց Ալկմարից քիչ հեռու գտնվող հյուրանոցում, իսկ Հոլանդիան ու հատկապես Ամստերդամը պարզապես տպավորիչ էին։ Եվրոպայի քառակի չեմպիոնը եկել է Նոային երկրպագելու, Նոայի կողքին լինելու։ Արսեն, ինչ ակնկալիքներ ունես Հայաստանի չեմպիոնից։ Դե առաջի խաղը նայելով, որ տեսանք վստահ հաղթանակ տարավ Նոան, վստահ եմ, այս խաղն էլ հաղթելու ու մի ամբողջ ազգի ուրախացնելու։ Ես էլ եկել եմ ստեղ, որ տղաների կողք կլինեմ, թիմի կողք կլինեմ, որ հաղթանակ տոնենք։ Առաջ Նոա։ Հոլանդիայում ավելի քան 9000 հայ կա, Ամստերդամի սրտում է նաև հայկական եկեղեցին։ Նախախաղային մարզումն արդեն Ալկմարի Ափա ստադիոնում է։ Թիմի մարտական ոգին բարձր էր, մարզիչն էլ վստահեցնում էր, որ ոչ մի ֆուտբոլիստ մրցավայր չի եկել տուրիստի կարգավիճակով։ Այսուհանդերձ Նոայում չեն թաքցնում, որ իրենց ծանր մրցավեճ է սպասվում։ Շատ բարդ հանդիպում է մեզ սպասվում։ Գիտենք, թե ում դեմ ենք խաղալու։ Նրանք այժմ խաղալու են սեփական հարկի տակ իրենց երկրպագուների մեծ աջակցության ներքո։ Բնական է, որ պատասխան խաղում ավելի բարդ կլինի, քան առաջին խաղում։ Մրցակցին չենք թերագնահատում, բայց միևնույն ժամանակ հավատում ենք ինքներս մեզ։ Պատրաստ ենք արժանի պայքար մղելու։ Խաղադաշտում նաև հոգեբանական թեժ պայքար է լինելու, ինձ համար էլ սա շատ կարևոր մարտահրավեր է։ Կարող եմ ասել, որ թիմը պատրաստ է եւ մեր երկրպագուները կտեսնեն այդ ամենը։ Մրցակցի դեմ Նոան նաև հոլանդական զենք ուներ։ Վնասվածքից վերականգնվել ու արդեն աստիճանաբար մարզավիճակ է հավաքում հոլանդացի Իմրան Ուլադ Օմարը։ Արդեն լավ մարզավիճակում եմ 2 ամիս է, ինչ մարզվում եմ ընդհանուր խմբի հետ։ Ինքնազգացողությունս լավ է։ Ինձ համար մեծ կարևորություն ունի Կոնֆերենցիաների լիգայի այս փուլում Հոլանդիայում տանը հարազատ մարդկանց ներկայությամբ խաղալու հնարավորությունը։ Դա ինձ լրացուցիչ կմոտիվացնի։ Առհասարակ Ալկմար Նոա հանդիպումը բավականին մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Հայկական սեկտորում տոմսերն ամբողջովին սպառվել էին։ Մեր երկրպագուներն էլ խաղի օրը մարզադաշտ էին ժամանել առաջինը ու իսկական տոն ստեղծել հայկական սեկտորում։ Հերու քաղաքից եք եկեք, Լայդենից,
եկել ենք մի 25 հոգով շատ ենք ուրախացել, որ լսել ենք Նոյան Հայաստանը 1-0 գրելա, մեկ է ստե պիտի խաղա, դե ոնց տենում եք սա ստադիոնը ֆոլա մեր հայերով, տարբերներ են նստելու, շատ ուրախ ենք։ Հայ երկրպագուների շրջանում ինչպիսի ոգևորություն է, ինչպիսի տրամադրություն։ Շատ մեծ ոգևորություն է հայ երկրպագուների շրջանում, բոլորը տոմսեր էին փնտրում, ցավոք սրտի տոմսերը շուտ են ավարտվել։ Ես Գերմանիայից եմ, Ֆրանկֆուրտից, մեծ սպասումներով ենք եկել, 4 ժամ, 5 ժամ քշել ենք, եկել ենք, հասել ենք, բայց եկել ենք մեր թմի համար, մեր հայերի համար։ Հայաստանից ենք եկել, հատուկ Նոյի խաղի համար, անցած խաղն եմ էլի ու հաղթանակի սպասելիք ունենք։ Եկել ենք Բելգիայից, Անտվերպեն քաղաքից, եկել ենք հաղթելու նպատակով։ Հույսով եմ, որ այսօր շատ ուժեղ խաղ է լինելու։ Ես վստահ եմ, որ մենք մի բռունցք ենք դառնալու ու շատ ենք օգնելու, որ Նոան այսօր հաղթի։ Թեժ պայքար է լինելու վստահ եմ, բայց Աստված տալու է, որ Նոան հաղթի։ Ցավոք հաղթանակի սպասելիքները չիրականացան։ Հոլանդական թիմը վրեժ խնդիր եղավ Երևանում կրած պարտության դիմաց։ Սեփական հարկի տակ արձակմանը անհամեմատ ուժեղ էր եւ արդեն 5-րդ րոպեին բացեց հաշիվը։ Մինչև ընդմիջում մրցակիցը կրկնապատկեց հաշիվը։ Առաջին խաղակեսում մեր թիմը ոչ մի ռեալ գոլային պահ չստեղծեց ու ընդմիջման գնաց պարտվելով 0-2 հաշվով։ Առաջին խաղակեսից հետո թե հայ, թե հոլանդացի լրագրողները փորձում են վերլուծել առաջին խաղակեսը, պետք է փաստենք, որ առաջին խաղակեսում մեր չեմպիոնը բոլոր առումներով զիջեց մրցակցին, այս պահին գործընկերներս են Ռոբերտ Մարկոսյանը եւ Սամվել Սուքիասյանը։ Պարոնայք, ինչ պետք է անել երկրորդ խաղակեսում խաղը փոխելու համար։ Եթե մենք մտած բաղ ենք, ինչպես միգուցե կարող եք լսել, նիդերլանդացիները առանձնապես մտածելու բան չունեն, մեր թիմը զիջեց առաջին խաղակեսում եւ առանձնապես վտանգավոր պահեր էլ չունեցանք որպես այդպիսին, բայց կարծում եմ երկրորդ խաղակեսում Պերկովիչը պետք է փոփոխություններ անի եւ ինչ որ կերպ փորձի հակախաղ գտնել, քանի որ առաջին խաղակեսում մրցակիցը ամբողջովին խաղը կառավարում էր եւ հակախաղ չէր նշмарվում։ Սամվելս քեզ խաղը սրելու, հակախաղ գտնելու գլխավոր նախապայմանը որը պետք է լինի այս խաղում։ Իրականում շատ օգնեց դաշտի տերերին արագ գոլը, դրա շնորհիվ վստահություն եկավ եւ կարողացան դիմակայությունում էլ հաշիվը արդեն հավասարեցնել։ Այդտեղից Նոայի խնդիրները միանգամից կարծես սկսեցին եւ այդ հակախաղը, որի մասին Ռոբերտն էլ խոսեց, դժվար եղավ գտնել առաջին խաղակեսում, որը կարող է լինել հաղթաթուղթը, կարծում ճիշտ փոփոխությունները, լավ մոտիվացիոն խոսքը ընդմիջմանը եւ պարզ գիտակցումն այն փաստի, որ կորցնելու բան չկա, պետք է պարզապես խաղալ հաճույքի համար, խաղալ երկրի համար եւ միգուցե դա էլ կբերի իր արդյունքը։ Վստահ եմ ավելի քան թե Պերկովիչը, թե Նոայի ֆուտբոլիստները պատրաստ էին առաջին գոլի սցենարի։ Ինչ ես կարծում, ինչը խանգարեց, որպեսզի որ թիմը խառնվեց, որ թիմը քանդվեց, ամեն դեպքում ըստ իս քանդվել է, որովհետեւ չէր կարողանում պաշտպանությունից լավ հարձակում անցնել, պաշտպանությունից կիսապաշտպանության գծի ֆուտբոլիստների կապը չէր ստացվում։ Խանգարեց մրցակիցը կարծում եմ այս պարագայում, որովհետև որը շատ լուրջ պրեսինգի էր դիմում հենց Նոայի կիսադաշտում եւ Նոան շատ դժվարությամբ էր կարողանում կառուցել իր գրողները այդ իսկ պատճառով այ հենց դա պետք է կարողանալ փոխել որոշակի միգուցե նաեւ փոփոխությունների տեսքով։ Ռոբերտս քեզ խաղը փոխող պայստային ֆուտբոլիստները ովքեր կարող են լինել։ Այստեղ շատ կարևոր է որպեսզի սցենարը փոխվի, ինչը մենք չտեսանք առաջին գոլից հետո, այսինքն թիմը կարծես այդ ընթացքից հետո ոչինչ չէր փոխում։ Ուղղակի գնդակը հեռացնում էին, ինչպես դա անում էին ամենասկզբում պաշտպանվելիս։ Խաղի մեջ սրություն կարող է մտցնել Մարին Յակոլիշը միանշանակ, ով եզրում շատ ակտիվ ֆուտբոլիստ է եւ կարծում եմ մենք նաեւ կիսապաշտպանության կենտրոնում կարող ենք փոփոխությունների ականատես լինել եւ իհարկե նաեւ սպասում եմ Բոակեին աջ եզրում, որը շատ լավ կարող է մասնակցել գրողներին եւ սրություն հաղորդել։ Շնորհակալություն, հուսանք Պերկովիչին կհաջողվի խաղը գրագետ փոխել եւ երկրորդ խաղակեսում մենք այլ ֆուտբոլ կտեսնենք։ Մեր թիմի գլխավոր մարզիչը իսկապես որոշ փոփոխություններով փորձեց փոխել խաղի ընթացքը, բայց հոլանդական թիմը դրան պատրաստ էր։ Ավելին, մրցակիցը եւս 2 գնդակ խփեց ու հաղթեց խոշոր հաշվով։ Երկրորդ կեսում մենք գոլային իրական պահ ունեցանք, բայց հարմար դիրքից վրիպեց Գուստավո Սանգարեն։
Ծանր օրեր եւ ինձ եւ իմ խաղացողների համար, բայց պետք է շնորհակալություն հայտնեմ նրանց այն ամենի համար, ինչ արեցին Եվրագավաթային այս մրցաշրջանում։ Այսօր մենք չէինք կորցրել մեր ոգին, բայց նրանց դեմ խաղալը հեշտ չէր։ Արագ գոլն իր ազդեցությունն ունեցավ, այն մեծ էներգիա տվեց մրցակցին։ Ապա ստանդարտ դրությունից գոլ բաց թողեցինք մինչև առաջին կեսի ավարտը եւ արդեն շատ բարդ էր խաղին վերադառնալը։ Այդուհանդերձ մեծ շնորհակալություն իմ խաղացողներին, կարծում եմ մենք առավելագույնը քաղեցինք այս դիմակայությունից։ Նոայի համար Եվրագավաթային այս ճանապարհորդությունն ավարտված է։ Մեր թիմը 2 խաղերի արդյունքում զիջեց հոլանդական Ալզալկմանին։ Անկախ այս դիմակայության ելքից, սա հայկական ֆուտբոլի համար լավագույն Եվրագավաթային մրցաշրջանն էր։ Նոան ընդամենը մի քանի տարում ապացուցեց, որ գրագետ ու սրտացավ աշխատանքի շնորհիվ կարող է մրցունակ լինել եւ մարտահրավեր նետել անգամ եվրոպական ֆուտբոլային երկրների թիմերին։ Ինչևէ, մեր չեմպիոնն ուժեղանում է եւ աշխատելու տեղ դեռ շատ կա։ Հուսանք, որ մրցաշրջան 2026-ում մեր մյուս ակումբները նույնպես այսպիսի Եվրագավաթային մրցաշրջան կապահովեն հայ երկրպագուների համար։ Իսկ եթերում չեմպիոնի հետն էլ սպասեք մեզ։